ABC մեդիան ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, եթերում լուրերի թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, առանձնացրել եմ հանգստյան օրերի գլխավոր թեմաները, բարի առավոտ։ 1.5 օր է հոսանքազրկված է Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարիթաղ թաղամասը, Խորենացի և Տիգրան մեծ փողոցները, Չարենց փողոցի մի հատվածը։ Հեյցը ասում է, որ պատճառը ենթակայանում բռնկված հրդեհն է։ Հրդեհը բռնկվել է շաբաթ կեսգիշերն անց։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ կրակը կարողացել են մեկուսացնել ժամը 1:20-ի սահմանում։ Հեյցը վթարի մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Ընկերության տարածած հայտարարության համաձայն Հեյցի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանում Վարդաշեն ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հոսանքազրկված տարածքների հոսանքը վերականգնելու համար։ Ըստ Հեյցի նախնական գնահատականի այսօր մինչև ժամը 22-ը հնարավոր է վերականգնել բոլոր հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը։ Սակայն սա հանգստյան օրերի միակ խնդիրը չի եղել։ Ձյունը ջրի երես է հանել քաղաքային ու մարզային իշխանությունների բացթողումները։ Ավագանու Մայր Հայաստան շարժման անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութ է հրապարակել Շենգավիթից, որում երևում է ձնամաքրման աշխատանք չի կատարվել։ Ժողովրդին հնարավորինս թալանում է, բայց տեսեք զեբրայի հատվածում, սա արտասիստյան փողոցն է Շենգավիթ վարչական շրջանում, մարդիկ հետիոտները չգիտեն ոնց պիտի անցնեն փողոցը։ Մոլորվում կանգնում են, թռչկոտեն, նավեր ձեռքբեր են, ինչ անեն այս մարդիկ։ Միայն տուգանելու համար, տուգանքի մատերիալ են փաստորեն դարձել քաղաքացիները, ձևական խոնարհվում եք, սիրում եք, բա ինչի՞ չեք ձեր հասանելիք աշխարհ։ Չնայած Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտարարում էր քաղաքը պատրաստ է առանցի անտեղումներին, սակայն ազգային ճակատ տելեգրամ ալիքը հրապարակել է տեսանյութեր, որում երևում է, թե ինչպես են վարորդները դժվարությամբ հաղթահարում նույնիսկ կենտրոնական փողոցները։ Դեկտեմբերի 28-ին ժամը 23:10-ի դրությամբ Վանաձոր Ալավերդի նոյեմբերյան ճանապարհը Ջերմուկի Խաչմերուկից Զանգեր կոչվող հատվածը, Նորավան, Լծեն, Տաթև, Շինուհայր, Տաթև, Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները եւ Վարդենյանց Լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշենի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվար անցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աբովյան Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ Ամրոց և Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց Լեռնանցքում տեղում է ձյուն, Մեղրուսար կոչվող հատվածում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղավազող մշակման աշխատանքներ, հայտնում է ճանապարհային դեպարտամենտը, հորդորելով ուշադիր լինել, հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Եղանակի մասին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով։ Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, առանձին շրջաններում սպասվում է ձյան տեղումներ։ Պարզվում է, որ ցորենն ու բենզինը հաստատված խաղաղության դրսևորում են, համոզված է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բայց խոստովանել խնդիրներ կան։ Բաքվում գտնվող մեր հայրենակիցները Արևմտյան Ադրբեջանի խոսույթը, սրանք ըստ նախարարի խնդիրներ են, բայց հնարավոր է լուծել։ Միրզոյանի հայտարարության առանցքային կետերը առանձնացրել ենք։ Շատ ինտենսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Ժամանակն է ունենալ առարկայական քայլեր։ Շատ մոտ ապագայում առաջընթաց կունենանք։ Խաղաղությունը հաստատված է, գործակցության փորձերը կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք անհրաժեշտ ճանապարհը։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մենք համարում ենք տարածքային ամբողջականության դեմ խոսույթ։ Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք և 2026 թվականի տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն։ Հայաստանի իշխանության օրակարգում չկա ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման և Ռուսաստանի Դաշնության
կառավարության հետ որևէ կապ խզելու հարց։ Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պետք է ավարտվի ստորագրմամբ եւ հետո վավերացմամբ։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ Իսկ պաշտոնական Երևանը կիսում է արդյոք Բաքվի պատկերացումը մեր հայրենակիցների դեմ կեղծդատական պրոցեսների հարցում։ Ադրբեջանում ավարտվել է պահվող հայերի ավելի քան 2 տարի ընթացող կեղծդատավարությունը։ Արդեն հնչել են եզրափակիչ ելույթները եւ ամենայն հավանականությամբ վճիռները կհրապարակեն առաջիկա օրերին։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա առարկել է Բաքվի ներկայացրած մեղադրանքները, հայտարարելով, որ դրանք որևէ առնչություն չունեն իրականության հետ։ Նիստից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Հիշեցնեմ, որ եզրափակիչ ելույթներում բոլոր մեր հայրենակիցները հերքել են Բաքվի մեղադրանքներն ու հայտարարել, որ անմեղ են։ Պաշտոնական Երևանը մոռանալով կորուստների մասին մտածում է նոր ձեռքբերումների մասին, մասնավորապես խաղաղության, սակայն Արցախի հայաթափմամբ մենք կորցրինք ոչ միայն մեր հայրենիքը, այլև այնտեղ թողեցինք հսկայական մշակութային ժառանգություն։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը ձեռնարկել է Արցախի վանքերի, եկեղեցիների, ամրոցների եւ բերդերի եզակի քարտեզի կազմումն ու տպագրումը։ Սա ոչ միայն գիտականորեն հիմնավորված աշխատանք է, այլև իրավաքաղաքական նշանակության կարևոր փաստաթուղթ, որը կոչված է պահպանել եւ ամրագրել Արցախի պատմամշակութային ժառանգության հիշողությունն ու իրավական փաստարկները գալիք սերունդների համար։ Իսկ Մայրաթոռում ամենայն հայոց կաթողիկոս Կարեգին II-ի օրհնությամբ տեղի է ունեցել տարվա վերջին կիրակնօրյա պատարագը։ Մայր տաճարում պատարագը մատուցել է Իջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանը։ Պատարագի ավարտին Հայր Զաքարիան խոսել է հավատարմության կարևորության մասին ու շեշտել, որ ելքը մեկն է՝ համախմբվել հայոց եկեղեցու շուրջ։ Միաժամանակ պատարագ է տեղի ունեցել Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը եւ ուրիշներ։ Միջազգային լրահոսից հանդիպել են Ուկրաինայի եւ ԱՄՆ պատվիրակությունները, հանդիպումից հետո Թրամփն ու Զելենսկին հանդես են եկել հայտարարություններով։ Թրամփը վստահ է, որ կողմերը մոտենում են ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նշելով, որ հանդիպմանը բազմաթիվ թեմաներ են քննարկել։ Զելենսկին էլ հայտարարել է, որ 20 կետանոց գործարքի 90%-ը համաձայնեցված է։ Համաձայնեցված է նաեւ Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցը։ Թիմերը կշարունակեն աշխատանքները, Ուկրաինան պատրաստ է խաղաղության։ Մենք հասել ենք բանակցությունների վերջին փուլին, հակամարտությունը կամ կավարտվի, կամ դեռ երկար կշարունակվի։ Շվեյցարիան չի կարող պաշտպանել ինքն իրեն լայնածավալ հարձակումից եւ պետք է ավելացնի ռազմական ծախսերը։ Նման կարծիք է հայտնել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թոմաս Սյուսլին։ Նրա խոսքով երկիրը պատրաստ է կիբերհարձակումների, բայց չունի լայնածավալ ռազմական գործողությունների համար անհրաժեշտ սարքավորումներ։ Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղի ունեցած անկարգությունների պատճառով զոհվել է 3 մարդ, տուժել է 60-ը, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։ Զոհվածների թվում են նաև անվտանգության ուժերի ծառայողներ։
Եվ վերջում չինական մեծ Պարիսպը դարձել է իրական սահադաշտ, Պարիսպը պատվել է սառույցով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումն եթերում կլինի ժամ 12-ին, կհանդիպենք։